Axios-ը հղելով ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյայի տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը անցած կիրակի էլեկտրոնային տարբերակով ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիրը։ Պետական դեպարտամենտի դիվանագիտական աղբյուրն այդ տեղեկությունը հերքել է։ Թուրքի պարբերականի տեղեկացվածությամբ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հունիսի 19-ին կհանդիպեն Շվեյցարիայում, որպեսզի երկրորդ ստորագրությամբ հաստատեն համաձայնագիրը, որից հետո այն պաշտոնապես կհրապարակվի։ Այդ առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրի տեքստը պակիստանյան կողմի խնդրանքով նախապես չի հրապարակվել։ Թե Միացյալ Նահանգներում, թե հատկապես Իրանում կան ուժեր, որ դեմ են Իրано-ամերիկյան փոխըմբռնման մասին հուշագրին, թեև այն դատելով մամուլում տեղ գտած արտահոսքերից, սկզբունքորեն պայմանավորվածություն է պատերազմի ավարտի և 60-օրյա ժամկետում մնացած բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու մասին։ Վերջին մի քանի օրերին Իրано-ամերիկյան հաշտության թեմայով քննարկումների պակաս չկա նաև հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում։ Մի շարք մեկնաբանություններում այն տեսակետն է գեներացվում, որ եթե Միացյալ Նահանգներն Իրանի հետ հաշտվում է, TRIP նախագիծը ակտուալությունը կորցնում է։ Առաջ է քաշվել վարկած, որ փոխըմբռնման մասին հուշագրով ԱՄՆ-ն պարտավորվել է Մերձավոր Արևելքից և Իրանին սահմանակից տարածքներից հեռանալ։ Թուրքիի իշխանամետ պարբերականը հրապարակել է Իրано-ամերիկյան համաձայնագրի կրկնօրինակը, որտեղ կա այսպիսի դրույթ. Միացյալ Նահանգները վերացնում է Իրանի շրջափակումը, 30-օրյա ժամկետում վերականգնում ծովային հաղորդակցության նորմալ մակարդակը և վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո սկսում տարածաշրջանից իր զորքերի դուրսբերումը։ Եթե այս տեքստը բնագրին համապատասխանում է, ապա խոսքը ոչ թե Մերձավոր Արևելքից, այլ Իրանի նավահանգիստների բլոկադան իրականացնող և Հորմուզի նեղուցի շուրջ պատերազմի ընթացքում տեղաբաշխված զորքերի դուրսբերման մասին է։ Ընդ որում ԱՄՆ-ն պարտավորվում է զորքերի դուրսբերումը սկսել վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո։ Ինչ վերաբերում է TRIP-ի ակտուալության կորստին, ապա Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը ցամաքային միջանցքների համար լուրջ մրցակցություն է խթանել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգները պարզապես չի կարող հնարավորությունը բաց թողնել և TRIP-ը մոռացության մատնել։ ԱՄՆ-Իրան համաձայնությունը ենթադրում է Իրանում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, եթե հաշտությունը կայանա, ապա ԱՄՆ գործարար շրջանակները նաև Իրանում հետաքրքրություններ կունենան։ Չափազանց կարևոր է, որ Իրано-ամերիկյան համաձայնությունը ստորագրվի։ Որոշակի ուժերի իհարկե դա ձեռնտու չէ։ Հարց է, թե սկզբունքորեն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն Իրано-ամերիկյան նախնական համաձայնությունը պաշտոնապես չի ողջունել։ Տեսակետ չի հնչեցրել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։